Ողջույն, ես Դանին եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողն այստեղ, Սանիթաունում, Կալիֆոռնիա։ Այսօր ցանկանում եմ քննարկել HCBS-ի հիմնարար կանոնակարգի 6-րդ դրույթը՝ վարձակալների պաշտպանություն։ Ըստ այդ դրույթի դու պետք է ունենաս նույն պաշտպանվածությունը, ինչ մյուս վարձակալները։ Տարածաշրջանային կենտրոնական համակարգում գործում է մուտքի համաձայնագիրը։ Վերադառնանք Սանիօքս եւ տեսնենք, թե ինչպես կեղտոտ սպասքը, ԱՄՆ իրավական համակարգը եւ Վաքս անունով գրյան օգնեցին Սթիվենին իմանալ իր իրավունքները որպես վարձակալ։ Կեցես Վաքս, իսկ հիմա նստիր։ Ոչ, արագ, թաքնվիր այստեղ։ Ողջույն Դեքստեր, ինչ է պատահել։ Նովան ինձ խնդրեց, որ քեզ կանչեմ տնային ժողովի։ Ոչ, Նովան իմացել է։ Դա պատրաստվում է վռնդել ինձ տնից։ Դեքստեր, ինչ ասացիր նրան։ Ոչինչ, Սթիվենին վռնդում են տնից։ Ինչ? Ինչու? Որովհետև ես իմ սենյակում գաղտնի կերպով կրյա եմ պահում։ Սա Վաքսն է, իմ սիրելի կրյան։ Տեր, Աստված, գեղեցկություն, պետք է սիրել։ Սա շատ փոքրիկ ջրային կրյա է։ Նրան պետք է պաշտպանել։ Ուրեմն որոշված է։ Մենք կպայքարենք դրա համար, եւ եթե վաքսին վռնդեն, մենք էլ կգնանք։ Պայքարենք։ Ինչպես։ Ձեզ փաստաբան է պետք։ Ես դա կանեմ, ես կլինեմ փաստաբանը։ Դու իմ փաստաբանը։ 5-րդ եթերաշրջանում Լանթերմանը դարձավ աստղերի փաստաբանը։ Հա, նկատի ունես հայտնիների։ Ոչ, իսկական աստղերի, մոլորակները հալածում էին նրանց։ Շատ լավ։ Ես կարող եմ վկան լինել։ Իսկ ես պաստառներ կպատրաստեմ։ Դե եկեք փրկենք վաքսին։ 1, 2, 3, Փրկենք վաքսին։ Վաքսը չի հեռանա, ոչ մի տեղ չի գնա։ Ինչ է այստեղ կատարվում։ Թույլ տվեք ներկայանալ։ Դեքստեր, տիեզերական փաստաբան։ Իմ վստահորդը օգտվել է իմ ծառայություններից, որպեսզի պաշտպանեն արտաքսումից։ Վստահորդին, արտաքսումից։ Ինչ։ Ատենակալ, տիկնայք եւ պարոնայք, ես մեջբերում եմ։ Էլ ինչ աստղ, եթե նա իր ձգողականությամբ բոլորիս չպետք է միավորի, եւ միթե Վաքսն այդ աստղը չէ։ Գիտես, նա ճիշտ է ասում։ Որպես վկա փորձագետ, հավաստում եմ։ Սթիվենը Վաքսի համար միշտ էլ հոգատար եւ ուշադիր է եղել։ Չեմ հասկանում, ինչի մասին եք խոսում։ Վաքսը մնում է, նա չի գնալու։ Իսկ ով է Վաքսը։ Նա է Վաքսը։ Իմ սիրելի կրյան։ Որին դու մի ամբողջ ամիս պահում էիր քո սենյակում։ Դու գիտեիր։ Այո, հիշում ես, երբ ինձ խնդրեցիր հետևել քեզ ինստանտ չաթով։ Այո, ուրեմն դու Սուպերնովա 1983-ն ես։ Խնդրում եմ, ինձ մի վտարիր տնից։ Ոչ ոք չի պատրաստվում վտարել։ Պարզապես ուզում էի ձեզ հետ խոսել ձեր ափսեները լվանալու մասին։ Սթիվեն, դու կարող ես կենթանի պահել։ Կարող եմ։ Այո, այդ ամենը գրված է ձեր մուտքի համաձայնագրում։ Դա ինչ է։ Պայմանագիրն է, որը դու ստորագրել ես։ Կարդացել էիր, չէ։ Գուցե։ Լավ, գնացինք ճաշասենյակ։ Եկեք այն միասին նայենք։ Դուք պետք է իմանաք ձեր իրավունքները։ Ոչ բոլոր տներում է թույլատրվում պահել ընտանի կենդանիներ, բայց ինչպես տեսնում եք, Սանիօքսում դա կարելի է։ Միայն թե պետք է պահպանել սահմանված կանոնները։ Լավն ենք, չէ։ Իմ վստահորդները սա ընդունելի են համարում։ Լավ, ձեր վստահորդներին խորհուրդ տվեք լվանալ սպասքը։ Այլապես այս դատարանը միջոցներ կձեռնարկի նրանց դեմ։ Այո։ Ըստ մուտքի համաձայնագրի Սթիվենը կպահի Վաքսին։ Նա նաև պարզեց, որ նույն իրավունքներն ունի, ինչ Կալիֆոռնիայի մյուս վարձակալները։ Ամեն բնակիչ ունի մուտքի համաձայնագիր, որը պաշտպանում է նրան։ Համոզվիր, որ հասկացել ես, թե ինչ է գրված այնտեղ։ Հիշիր, քեզ օգնող թիմը ձգտում է ամբողջովին կենտրոնանալ անձի վրա, եւ կենտրոնում գտնվող այդ անձը հենց դու ես։